Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հետխորհրդային չարաճճի երկրների կուրատոր նշանակված Սերգեյ Կիրիենկոյի նշանակումից հետո շատ բան փոխվեց։ Ինքը պատասխանատու է Մոլդովայի ու Ուկրաինայի, նաև Հայաստանի ուղղությամբ քաղաքականությունների համար։ Ու այս նշանակումից հետո պարզվում է, երբեք քաղաքականությամբ չզբաղված հանրահայտ Ռուսաստանաբնակ բիզնեսմեն Սամվել Կարապետյանը դաշտ է գալիս շատ հավակնոտ հայտարարություններով։ Հետո արդեն նույն ձերբակալության նախորդ օրը իր եղբայրը Կարեն Կարապետյանն է հայտարարում, որ մենք դեռ շատ անելիք ունենք, այսինքն սպասեք։ Եթե Փաշինյանը սրանից առաջ իր այսպես կոչված պայքարը վարում էր 3 ուղղությամբ՝ Քոչարյան, Դաշնակցություն, Մայրաթոր, ապա Կարապետյանի հայտարարությունից հետո բացվում է ևս մեկ ճակատ՝ Սամվել Կարապետյանի դեմքով։ Կարապետյանին դեռ մեկնարկից կասեցնելու համար էլ Փաշինյանը գնում է կտրուկ ճանապարհով, մեկուսացնում է նրան, կալանավորում։ Ինչու կասեք, շատ պարզ, քանի որ եթե ներքին դաշտում Փաշինյանը հաջողությամբ կարողացել էր տապալել Քոչարյանին, ընդդիմադիր ամենախոշոր ու ամենաանգործունակ ֆրակցիայի առաջնորդին, ապա սկսել էր երկրորդ լևելին անցնել Մայրաթորի նկատմամբ կուսակրոնության ու այլ նմանօրինակ բովանդակություններով թեմաների շուրջ թուլացումը, ապա Սամվել Կարապետյանը մեկ մակարդակ բարձր է, մեկ լեվել բարձր մեկն էր։ Կարապետյանը աչքի չէր ընկել թալանչիությամբ ու հանրությանը խորթ այլ արատավոր արարքներով, ինքը հայտնի էր իբրև բարերարում է կենաց։ Իրեն շնորհակալ էր լինում անգամ ինքը Նիկոլ Փաշինյանը Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից գովաբանելով եւ Սամվել Կարապետյանին եւ արդեն Բաքվում հայտնված Ռուբեն Վարդանյանին, որ կապիտալը հայրենիք ունի եւ տեսեք, այս բարերարները բերում են այդ կապիտալը Արցախ։ Այն է Կարապետյանը իրեն պահում էր զուսպ հավասարակշիռ առանց քաղաքական հավակնությունների։ Ռուբեն Վարդանյանը օրինակ հայտ ներկայացրեց քաղաքական ու տեսանք ինչով ավարտվեց։ Իսկ ինչով է ավարտվելու այս պատմությունը։ Հաստատ է, որ ԱԱԾ պետի ազատումը մեկ գիշերվա ընթացքում Սալավյովի Կարապետյանին ընկերական սեր խոստովաները եթերում, Մոսկվայից Երևան ժամանած բազմաթիվ նաև ազդեցիկ աջակիցներն ինքնին տեղավորվում են Սամվել Կարապետյանի ռուսական պրոյեկտի տրամաբանության մեջ տեղավորելու մտքերի մեջ։ Սա հաստատապես պնդել չեմ կարող, սա ռուսական պրոյեկտ է, թե ոչ բարեկամներ։ Քանի որ չկա որևէ բաց տեղեկատվություն, որ Սամվել Կարապետյանն իրականացնում է, ասենք, Մոսկվայի հրահանգը, թեպետ բազմաթիվ վերլուծաբաններ Հայաստանում պրոարևմտյան եւ իշխանության աջակից հենց այդպես էլ Կարապետյանին անվանում են, սակայն ժամկետները պատահական հո չեն, ես այս պատահականություններին չեմ հավատում։ Մայրաթորը ժամանակին գործընթացի մեջ ներդրեց Բագրատ Սրբազանին, որը տապալվեց իր քաղաքական պայքարում։ Դրանից առաջ վեհապարը հավաքեց բոլոր նախկին նախագահներին ու միասնության կոչ արեց, ըստ էության կոչ անելով միանալ գործող իշխանության դեմ։ Հետո վեհապարը հավանաբար ինքը ստանձնեց ընդդիմադիր թևի համակարգման ու կոնսոլիդացիայի հարց ու հայտնվեց Փաշինյանի ուղիղ թիրախում, իսկ երբ նրա կողքին կանգնեց արդեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, Փաշինյանը սա հանդուրժել չկարողացավ։ Վախենալու մեծանում էր հակաիշխանական կոալիցիան։ Կրկնում եմ, որովհետև հավանաբար Սամվել Կարապետյանն արդեն լրիվ այլ մակարդակ է, քան անգամ վեհապարն ու Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանն էր տարիներ առաջ։ Եթե Ռուբեն Վարդանյանի կալանավորման կամ գերեվարման մասով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մակարդակով հայտարարություններ չէին անում ու Պուտինի խոսնակը ուղիղ չէր խոսում, ծպտուն անգամ չէր հանում Ռուբեն Վարդանյանի մասով, ապա հիմա ամբողջ ռուսական էլիտան է խոսում Կարապետյանի կալանավորման մասին։ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Ռուսաստանը հետևում է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքին, նշելով, որ նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Մեջբերեմ։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, սակայն իհարկե ամենայն ուշադրությամբ հետևում ենք, ասել է Պեսկովը։ Իսկ Պեսկովից առաջ իրավիճակը մեկնաբանում էր ինքը Մարիա Զախարովան ու ասում մեջբերեմ. Մենք ասել ենք, որ Ռուսաստանի քաղաքացին, ռուս ձեռնարկատերը, ինչպես ցանկացած այլ Ռուսաստանի քաղաքացի եւ ռուս ձեռնարկատեր, եթե կապվում է մեր դեսպանատան ռուսական կողմի հետ, միշտ օգնություն եւ աջակցություն է ստանում։ Էլ ինչ է սա, եթե ոչ օրինական ուժի միջոցով աջակցություն քողարկված քաղաքականությամբ։ Կրկնում եմ, չեմ ցանկանում մտնել դետալների մեջ, անդադար մեջ բերել հայտարարություններ, սակայն հստակ է, որ Հայաստան-Թուրքիա մերձեցման ֆոնին Իրան-Իսրայել պատերազմի համատեքստում Ռուսաստանի Դաշնությունը պիտի Հայաստանի ներքաղաքական կյանքում բեկում մտցնի իր համար, չկորցնելու Հարավային Կովկասի միջանցք եւ դա անել շատ լոյալ մեկի միջոցով։ Ռուսաստանի Դաշնության համար նշանակություն չունի, թե ով եւ ինչպես կարող է օգտագործվել այս նպատակի համար, անգամ ամենահարգելի հռչակված բարերարը։ Կրեմլը լուծում է իր խնդիրները, իսկ Կարապետյանը ցավոք
մեծ կապիտալ ունի Ռուսաստանի Դաշնությունում ու ինչ իմանաս, կարող է առհասարակ Կրեմլին ասել ոչ, եթե միակ այլ ընտրանքը այոն է։